Ուրեմն այս իշխանության նոր լոզունգը, դուք գիտեք, նրանք քանի որ մտածել չգիտեն, իրանց բառեր են տրվում, այդ բառերը իրար ուղարկում են ու երեխաների պես թութակի պես կրկնում են այդ բառերը, երեխաներին չվիրավորենք։ Թութակի պես թութակներին էլ չվիրավորենք։ Այդ բառերը կրկնում են, անընդհատ նույն բառերը կրկնում են։ Դուք հանդուրժում եք այսպիսի վարք, իսկ դուք հանդուրժում եք տղայի մասին է խոսքը, 18 տարեկան տղայի։ Դուք այսպիսի վարք հանդուրժում եք պետական գործ, մենք չենք հանդուրժում, դուք եք հանդուրժում։ Դուք եք հանդուրժում, դուք եք խոսում տարիներով, պատերով կծեփենք, ասֆալտին կգցենք, ականջները կկտրենք, քֆրտոց, վիրավորանքներ, պարլամենտում կռիվ, մարդու երեսին թքել, էնել այսպիսի պետական ներկայացուցիչ, դուք պետության ներկայացուցիչ եք, հա? Պետությունը դուք եք, հա? Այդ որ մարդու երեսին թքում եք, այդ պետություններ թքում այդ մարդու երեսին։ Երբ որ անընդհատ կռիվներ եք անում ու քֆրտոց ա գնում մեր ազգային ժողովում, այսպես կոչված, որ ամբողջ աշխարհով խայտարակվում ենք, որ այս սպառնալիքներ, բա բռնության սպառնալիքը ինչ է։ Ականջներդ կկտրենք, կծեփենք, կսատկացնենք, էդ ով էր ասում։ Բայց այդ քֆուրները, այդ ձեր փողոցից եկած այդ գյադայությունը, որ մտավ մեր կյանք, մեր ամեն օրը հարամում է։ Այդ մենք չենք հանդուրժում, այդ դուք եք հանդուրժում, դուք սկսեցիք սա, այս ատելությունը դուք սկսեցիք, մարդկանց քֆրտելը, թքելը, պարտով ծեփելը ձեր հետ եկավ, անցյալում այսպեսի բան չկա, եւ հիմա մի պահկվեք ինչ որ բառերի հետ, որոնք դուք սեփական բառերն էլ երևի չեք հասկանում, ոչ դուք ոչ պետության եք նման, ոչ կառավարության եք նման, ոչ էլ նորմալ մարդու եք նման, փողոցից եկած, հիմա կասեի մի երկու բան, բայց այդ Դանոսավանի պետը էլի կգնա գործ կտավրես։ Այսինքն ամփոփելով դուք մեզ դասեր մի տվեք, թե բռնությունը ինչ է եւ սպառնալիքները ինչ է, դա դուք եք բերել մեր կյանք, դուք եք դա հանդուրժել, ոչ թե մենք։ Եվ 18 տարեկան երեխային 2 ամսով ձերբակալելը մենք կհիշենք դա մենք դա կհիշենք։ Եվ այս ժողովուրդը, որը ձեզ հունիսին չի ընտրելու, դա կհիշի, դա ձեր ռեյտինգների վրա կանրադառնա։